Հարգելի կույսեր, եկեք տեսնենք դեմքերն ու դեպքերը հուլիսին ձեզ համար և անենք այսպես կանխատեսում։ Հուլիսը կույսերի համար, աշխատանք, ֆինանս, անձնական կյանք, առողջություն, խորհուրդը տիեզերքի կողմից, անակնկալը և զգուշացումը։ Ողջ ամսվա էներգիան կույսերի համար հուլիսին գնայինք լինարմաններով, ողջ հուլիս ամիսը կույսերի համար և տեսնենք ձեր աշխատանքը, հարգելի կույսեր, սիլը, աշխատանքում դուք պետք է ցուցաբերեք շատ մեծ ջանքեր և ուժեր, կարողանաք բանականությունով ազդել բնազդների վրա։ Նաև այստեղ ցույց է տալիս, որ դուք կդրսևորեք ուժեղ կամք ձեր աշխատանքի հետ կապված, թե ֆիզիկական և թե հոգևոր։ Ֆինանսի հետ կապված ֆինանսական ձեռքբերումներ, հաջողություն, հնարավոր է կապիտալի ձեռքբերում, նաև ֆինանսական հաջողությունը ձեր մոտ ապահոված է։ Բացվում է ձեր ֆինանսական հաջողության դուռը։ Անձնական կյանքի հետ կապված սպասվում է հանդիպում և նաև ինչու՞ չէ ձեր համար կարևոր որոշում անձնականի հետ կապված, ամեն ինչ կարծես փոխադարձ է, կա հաշտություն, կա բալանս, կա հավասարակշռություն, կարծես մեկըդ մեկիդ զգացմունքային անդրադարձ եք անում։ Ինչ վերաբերվում է ձեր առողջությանը, ապա ես պետք է ասեմ, որ դուրս է եկել 9 գավաթներ առողջության հետ կապված։ Փորձում ենք չտրվել խմիչքին, ոգելից խմիչքին, դարձյալ օգտագործել ճիշտ քանակով հեղուկ և մեր օրգանիզմում նաև արյան հետ կապված այսպես ուշադիր լինել այտուցների, բայց ամեն դեպքում այստեղ էլ լուրջ խնդիր չեմ տեսնում։ Եղեք, տեսեք, խորհուրդը ձեզ այսպես է տալիս, դուք պետք է լինեք այսպես լավ զինվոր, բայց իմանաք որտեղ եք հարձակվում և ինչի եք հարձակվում, որովհետև ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր պաշտպանության վրա, քան հարձակման վրա։ Հնարավոր է դրա կարիքը կա և մի արագ որոշումներ կայացրեք։ Այստեղ անակնկալը շուռ եկած կարտեր, բայց ես չեմ ուզում շուռ եկածը նայեմ։ Երկու սրերը, սա նշանակում է, որ դուք ինքներդ կարող եք ձեզ որոշակիորեն հակադարձել, իսկ շուռ եկած վիճակում, եթե ասեմ, դուք կգտնեք վերջապես ձեր հակադարձման, այսպես ասեմ, պատճառները։ Ինչ վերաբերվում է զգուշացմանը, ապա ես պետք է ասեմ, որ զգուշացեք հիմար վիճակում հայտնվելուց, նոր գործեր ձեռնարկելուց և նոր ինչ-որ ծրագրեր գծելուց, դեռ այս պահին դրա ժամանակը չէ։ Ինչ վերաբերվում է ողջ ամսվա էներգիան, կարտը գրոբ, դրա համար էլ ասում են նորություն պետք չէ, այսինքն հարկավոր է հնի ավարտը։ Ձեր կյանքում ինչ-որ բան ավարտվելու, փակվելու այսպես հնարավորություն ունի, կամ էլ դուք կզբաղված կլինեք ինչ-որ փակ ինֆորմացիա իմանալով, որը վաղուց արդեն այդ էջը փակված էր և դրա մասին չէր խոսվում։